Այս պահին մենք գտնվում ենք Մեղրի Իրան անցակետում, երեկվանից հարյուրավոր իրանցիներ գալիս են այստեղ, որպեսզի այստեղից մեկնեն Երևան։ Նրանք երկու կարևոր խնդրի մասին են ահազանգում։ Առաջինը այն, որ տաքսիստները մի քանի $100 են պահանջում իրենցից այստեղից Երևան հասցնելու համար։ Երկրորդ խնդիրը այն է, որ Թեհրանից այստեղ հասնելու համար պահանջում է բավականին շատ վառելիք, իսկ երկրում վառելիքի խնդիր կա։ Մենք գնում ենք Օման, քանի որ թռիչքների հետ կապված սահմանափակում կար, որոշեցինք գալ Հայաստան։ Մենք պատրաստվում ենք առաջին իսկ հնարավոր թռիչքով հասնել Մոսկվա, որքան հնարավոր է շուտ։ Մենք մի շատ լավ մարդու հանդիպեցինք, հենց որ ժամանեցինք Հայաստան։ Շնորհակալություն ձեր հյուրընկալության համար։ Իմ ճանապարհորդությունը Իրանի հյուսիսից մինչև այստեղ, Մեղրի, տևեց մոտ 15-18 ժամ, քանի որ 1-2 ժամ էլ տևում է սահմանն անցնելը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասել է, որ իրավիճակը ամենօրյա մոնիթորինգի տակ է եւ չի կարելի բացառել փախստականների լոգիստիկ եւ էներգետիկ խնդիրները։ Առաջին օգնություն ցուցաբերել, առաջին հոգեբանական աջակցություն ցուցաբերել եւ իհարկե այնտեղ այլ կարիքների գնահատում իրականացնել։ Թերևս այս փուլում այսքանը, բայց եթե իհարկե թոսքերը մեծանան, բնականաբար ազգային ընկերություն չի կարող անմասն մնալ եւ մարդասիրական աջակցություն այն բոլոր տեսակները, որի ռեսուրսներից ներս են, որ նյութերի սահմանում է, կիրառելու է ընկերությունը պետությանը աջակցելու եւ օժանդակելու համար։